Մանուկյան վերջին իրադարձությունով սկսենք, հետցին զրկեցին լիցենզիայից, թերևս կանխատեսելի սցենար է, որովհետև այդ մասին ես հիշում եմ քննարկումներ կային դեռ անցյալ տարի, երբ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն էր փոխվում եւ ընտրվում էր Մեսրոպ Մեսրոպյանը ԿՊ-ի առաջարկությամբ, ես հիշում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներ եղան, որոնք ուղիղ հարցադրումներ հնչեցրին հեծի հետ կապված մտավախությունների առնչությամբ, այն ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանը հերքեց, ասեց ինչ խլել, ինչ բան, նման օրակարգ չկա, իսկ օրակարգը պարզվեց կա։ Մեսրոպ Մեսրոպյանը եւ բոլոր ԿՊ-ականները շարժվում են իրենց շեֆի այնօր ազգային ժողովում իմ տված բնութագրի ուղով bez отчетник հայերեն նորից եմ կրկնում այդ բառը չկա անպատասխանատու բայց քանի որ տեսախցիկների առաջ եմ դիմում եմ Վաղարշապատի խոշորացված համայնքի բոլոր այն բնակիչներին որոնք իրենց քվեն տվել են ԿՊ-ի տեխնացուին դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին չասեք չենք զգուշացրել չասենք ամիսներ շարունակ չենք զգուշացրել այն կուլակաթափությունը, որը այսօր այս ամիսներին արվում է հեծի հետ եւ վաղը Հայաստանի Հանրապետությունը միլիոնավոր դոլարների տուգանքների վճարման առաջ է կանգնելու, որը վճարելու են նույն Վաղարշապատի ցանկացած այն բնակչի զավակ, որը քվե է տվել ԿՊ-ին եւ ապագային բոլոր բնակիչներ, որոնք մտքի մի ծայրով անգամ մտածում են ԿՊ-ին ու Նիկոլին ձայն տալու համար մասին այդ բոլորը կոպեկ առ կոպեկ իրենց քթից բերելու է որովհետև այն միլիոնավոր դոլարները որ անօրինական կուլակաթափությունով այսօր անում են Նիկոլ Փաշինյանի կամակորությամբ նույն Մեսրոպյանի չի հասկանում այդ մարդը որ իրեն արդեն ամիսներ շարունակ որպես ստրուկ տրաֆիկի զոհ փուրն են տալիս օրենքը փոխեցին որ մենակ Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանա որոշում կայացնել միլիոնավոր դրամներ աշխատող Ռոմանոսին նշանակելու, այսօր դա ու հետակա բոլոր քայլերը, վաղը բոլորը չկմեղանալու են, բա գնացեք են հրազդանցի հարիվից պահանջեք, մենք ինչ կապ ունենք, բայց բոլորը պատասխան են տալու, բայց այստեղ կուզեմ հատուկ մատնանշել, որ ճիշտ ասած երկար ժամանակ ԱԱԾՄ կուսարանում են Գառիկետ Դանելյան, Սրբազանների մոտ ենք, դուրս եկան նոր լուրերով տեսա, Արան Նռանյանը, հանձնաժողովի անդամ, դեմ է քվեարկել եւ շատ խորքային զգուշացումով, որ վաղը սա կարող է լինել հակասահմանադրական, սա օրենքների հակասող է եւ ի սկզբանե զգուշացրել նաեւ իր գործընկերներին, որ վաղը մատաղեք լինելու Նիկոլի ձեռամբ։ Մանուկյան, դուք վերլուծել եք, արդեն հասցրել եք թիմով, անձնապես նաև Վաղարշապատի ընտրությունների արդյունքները, այսպես ասենք, գնահատել, ինչով էր պայմանավորված, որ այնուամենայնիվ մեծ թվով ընդդիմադիրներ էին առաջադրվել, տարբեր ուժեր էին պայքարում, բայց հաջողության հասավ քաղաքացիական պայմանագիրը եւ այսօր տեսանք նաեւ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ ըստ էության Վաղարշապատցիներին ասում է շնորհակալություն, մենք արդեն Էջմիածնում կարող ենք Վեհարանի հետ կապված հստակ գործողություններ անել։ Նայեք, դեռ ամբողջական շատ վաղ է գնահատել, ըստ առավոտը ժամը 4-ին եմ երևի տուն մտել առավոտվանից գործերվել, բայց մի քանի արձանագրում անեմ։ Նախ կոմբիկերվի մասնագետ սեփական կնքողերն ուրացող, ոնց որ ԿՊ-ում շատերն են, չէ, ուրացեք կնքահայերին, քավորներին, Գևորգ Պապոյանին ուղեղի ծայրը չի ասում ջախջախիչ բառը։ Դեռ ավելին այնտեղ շատերը, որ օգտագործել են այդ բառը, օրինակ տարածքային կառավարման նախարար, որ պարտադրես ասես ուրացող ջախջախիչ բառի բացատրությունը գրի չի հասկանա։ Բայց մենակ պատկերը, որ ընդդիմադիր ավականու անդամների թիվը այնպիսին է, որ ջախջախելու է, ջախջախել, իրենք ջախջախվեցին այն Հայաստանի կառավարման ամբողջ ընթացքում։ Հիմա գալով ընտրությունների, պետք է մի քանի փաստ արձանագրել։ Նախ Վաղարշապատում տեղի չեն ունել, շապատը իշխանությունների հերթական կամակորությամբ խոշորացվել է եւ Արգիշտի Մեխակյանի ծննդավայր բազմաթիվ հարակից գյուղեր ընդգրկվել են դրանից հետո մի արձանագրում պետք է անել նախ հաղթանակ դաշինքի, որը Դաշնակցության եւ մեկ այլ կուսակցության Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ դաշինք էր ձևավորել ինքնին շատ մեծ արդյունքներ էր ցուցաբերել կան նաեւ հաջողություն Մայր Հայաստանի կողմից, բայց այո նաեւ պետք է հետեւություններ լինեն եւ արդեն նկատում եմ առավոտվանից
Շատ-շատերը դատողություններ են անում, որ սա նաև դաս պետք է լինի ձայների չփոշիացման, հետագայում քաղաքական գործունեության, հետագա բոլոր գործընթացներում ավելի կոնսոլիդացված մասնակցության համար։ Այսքանը երևի, շնորհակալ եմ։ Մանուկյան, քանի որ եղել է ԿԱԱԾ մեկուսարանում, երկու բառ էլ մեր սրբազանների մասին, ինչ են փոխանցել։ Կամք, ոգի, բնականաբար նաև իրենք վերլուծում են այն ամենը, ինչ որ երեք էր կատարվել նախորդ օրերին, մտքից այրով նաև զգում է այդ ցավը, այդ հուդա դարձած մի քանի նախկին գղերականների հուդայության, որովհետև ճակատագրի քմահաճիկով մեկը Բագրատ Սրբազանի առաջնորդած թեմից էր, իսկ Միքայել Սրբազան, ինչպես գիտեք, ձերբակալվեց, բերման ենթարկվեց նույն այն ժողովին, կոչվում է քահանայի ժողով եւ ինքը որպես ավագը ղեկավարում է այդ քահանայի ժողովը, բայց իրենց վճռականությունը, իրենց կամքը Բագրատ Սրբազանը հատուկ պարբերաբար ուզում ասի, այն Պողոսյանը քննչական պետը պետքա անպայման ապացուցի, որ Բագրատ Սրբազանը իր ձեռագրով գրել է ահաբեկչություն։ Ինքն էլ ասում է ամեն անգամ դալիճում խոսում եմ դրա մասին, հաջորդ օրը կանչում են հարցակնության, երևի վաղ էլի կանչեն հարցակնության։ Շնորհակալ եմ։